Տաշիրում 18-ամյա տղայի սպանության մեջ կասկածվողը հայտնաբերվել և ձերբակալվել է։ Հայտնում են այս մասին ՆԳՆ-ից նշելով, որ սպանության մեջ կասկածվողն անչափահաս է։ Հոկտեմբերի 4-ին ժամը 16:00-ի սահմաններում Տաշիրի ոստիկանության բաժին տեղեկություն է ստացվել, որ դանակահարված երիտասարդ է տեղափոխվել Տաշիր բժշկական կենտրոն։ Վիրավորը գիտակցության չգալով մահացել է։ Սպանվածը 18-ամյա Տիգրան Դ-ն է, որի 2023 թվականին ընտանիքով Արցախի Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղից տեղափոխվել էր Տաշիր։ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը քաղաքի տոնին երգել է Քաջարանին կատարումը։ Ավելի վաղ նույն տոնակատարությանը Ղուկասյանը հուզվել էր Կոմիտասի երաժշտությունից։ Երկու դրվագով տեսանյութերն էլ կարճ ժամանակում լայն տարածում են գտել համացանցում։ Դիտորդների մեկնաբանմամբ Քաջարամին երգը պատահական չէր ընտրված։ Ղուկասյանը երգի «Ինձ տանում են կախաղան» արտահայտությամբ ակնարկում էր իր շուրջ պտտվող քաղաքական խոսակցությունները։ Ես արամն եմ Քաջարամ, ինձ տանում են կախաղան, կախաղանից պիտը կորամ, գեցե անկախ Հայաստան, կախաղանից Պիտը կորամ, գեցե անկախ Հայաստան։ Շաքիի ջրվեժի տարածքում երեխայի սեռի որոշման արարողության աղմկահարույց տեսանյութին անդրադարձել է Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությունը, դեպքին ընթացք կտրվի։ Ավելի վաղ համացանցում տեսանյութ էր տարածվել, որում երևում էր, թե ինչպես է զույգը գենդեր փարթի կազմակերպել հենց Շաքիի ջրվեժում, ջրին խառնելով վարդագույններ։ Տեսանյութը մեծ աղմուկ է բարձրացրել համացանցում, մարդիկ մեղադրում են զույգի նման արարքի համար։ Շրջակա միջավայրի նախարարությունը հայտնել է, որ դեպքի հետ կապված բազմաթիվ ահազանգեր է ստացել։ Ընդգծում է, որ Շաքիի ջրվեժը հանդիսանում է բնության ջրաերկրաբանական հուշարձան և գտնվում է պետական պահպանության ներքո։ Ահազանգը փոխանցվել է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին համապատասխան ընթացակարգ տալու համար։ Գործահակյանը ծանրամարտի աշխարհի առաջնությունում փոքուն վարժությունից նվաճել է փոքր արծաթե մեդալ, բարձրացնելով 154 կիլոգրամ։ Հրում վարժությունում նա 3 անգամ չհաղթարեց 180 կիլոգրամը և դուրս մնաց հետագա պայքարից։ Առաջնությունը անցկացվում է Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում։ Մեր մյուս մարզիկը Սուրեն Գրիգորյանը առաջնությունում հանդես կգա հոկտեմբերի 7-ին։ Մրցութային ելույթները կմեկնարկեն ժամը 19-ին։